Ինչ լսեցիր, ճիշտ ես լսել։ Ոնց, ինչ ա եղել։ Արման, ես չեմ հասկանում, ձեր գրասենյակն ամբողջովին այրվել է։ Այո, ամբողջովին։ Գրասենյակն էլ, թղթերն էլ, Փառք ես եմ սահմանացել։ Մաման ա սիրում ասել, երևի մեկին մի կտոր հաց է տվել, դեմս եկավ։ Ինչ ես խոսում։ Ինչ ես խոսում, Արման։ Լավ, ես հիմա դրա համար չեմ ասում, որ դու իմ չեղած դիակի վրա լաց լինես։ Արման, շատ դաժան չես։ Դու պատկերացնում ես, Անժ։ Կարար իմ կողքին չլիներ ու ուզում ա, որ ես շպիտը դեմքից նստեմ ու հագիստ լինեմ։ Լավ, Նելի, կյանք ամեն ինչ պատահում է։ Փառք ես հիմա ստեղ կանգնած եմ ողջ առողջ, ոչ մի բան չի եղել։ Ես մի բաժակ խմեմ։ Աստված իմ։ Ապրում ենք չիմանալով, թե հաջորդ վայրկյանին մեզ հետ ինչ կարող է լինել։ Արման, կպատմես, հասկանամ ոնց ա եղել։ Ինչ ասեմ, Նելի, օֆիսը բռնկվեց ու մի քանի վայրկյանի ընթացքում մոխիր դարավ։ Տեսնես այդ որ մի սրիկայի ձեռքի գործն է։ Արման, կարող է քո դեմ է եղել այդ ամենը։ Կարող է քեզ էին ուզում, մի խոսքով քեզ էին ուզում արանքից անել։ Չէ, ինձ թվում է դա Աբոյի հետ է կապված։ Չնայած եթե Աբոյի հետ է կապված, ուրեմն իմ հետ էլ է կապված։ Բայց չեմ կարծում, որ այս ամեն ինչով ավարտվի։ Դե, ես հիմա կխմեմ, կհանգստանամ, ու դու կմտածեմ, թե այս ամենը ով կարող էր անել։ Լավով կարող էր այդքան դաժան լինել։ Ոնց կարելի է անտեսել մարդկային կյանքը։ Ով կարող էր այդքան չարացած լինել, Արման, նման բան մենակ վիրավորված կինը կաներ։ Նելի, ինչ ես խոսում։ Կինը ընդունակ չի նման սառնասիրտ ու դաժան արարքի, ինչքան էլ որ վիրավորված լինի։ Հոլյան ամեն ինչի պատրաստ է։ Լավ, ես գնամ հեսա, կգամ։ Ուր ես գնում։ Արման, ուր ես գնում։ Նելի գործեր կան, անուն վերջասում ու գամ։ Արման, խնդրում եմ քեզ մի գնա։ Նելի հանգստացի, քեզ խոսք եմ տալի 2 ժամից ողջ առողջ կվերադառնամ, գնացի։ Անժելա, քեզ էլ կխնդրեմ ընտանիքիս մենակ չթողնես։ Մնա այսօր մեր տունը։ 2 ժամից կգնամ։ Հանգիստ է։ Հանգիստ է։ Ուդան հլա, ապեն այդ չթրնետի, ոչին սարկել, չէ, ոչ մենք եք սարկենք, 100% դու լետես 4-4-ի վրա իշ փոս եմ սարկել տալու, նատե իրա բոյին մեզ պուլպլակ, որ կանուզենան ջուրխեմ են չկարան ասեն ու վսղը դայի հոգնած, դիք հոգնած չիր անելիք արեց գնաց, շատ պոդլի ձևի արեց, լետի հատիկ պատասխան է տալու, դիք նայի չթրնի, բայց նենց էլ մանգուստը չնկատի, որտև բոյի վրա կազդի, լավ ուշադրություն չգրավես։ Ես դու պատկերացնում ես, որ վերջում ինքը իմանա, որ լրիվ անիմաստակռվ է։ Ես դրան եմ սպասում։ Դավայ մանգու։
քնել է Մարիամը։ Խեղճ երեխեն քնել, հա։ Իզուր էլ թողեցի, որ պարկի։ Հիմա մինչև տուն հասնենք կմրսի ու հիվանդությունը պատրաստ է։ Դե դու էլ մի արթնացրու։ Առավոտ շուտ կարթնացնեմ, կուղարկեմ դասի։ Հո տենց չի լինի, ես շորերով ա գնալու։ Դե չէ, կգա տուն, շորերը կփոխի նոր։ Ինչ խնդիր կա։ Ու շահարթեն ինչ եղան երեխեքը։ Այլիցուս։ Սիրտս կանգնում է։ Այլ չեմ դիմանում։